Գեղից դեպի Արգել տանող ճանապարհն է, մի քանի կիլոմետրանոց ճանապարհ, լրիվ մերկասառույց, թե ով է ճանապարհը սպասարկում, Ճանշինն է, մարզպետարանն է, թե քաղաքապետարան Նորհաջինի, թե վարչական շրջանի ղեկավարը դեռ հայտնի չի, բայց որ լրիվ սա դաշտ է, ակնհայտ երևում է։ Առավոտյան աշտարակն էինք նկարում, իդեալական մաքուր, ոնց որ գարուն ելներ, ասֆալտը սև երևում էր, դա գալիս է քաղաքապետից Թոմաս Շաֆերդյան, մարդը 24 ժամ ռեժիմով քաղաքը մերկասառույցից մաքրել է։ Ինքը ապարանի քաղաքապետը Կարեն Միքայելյանը, այդպես քաղաքապետեր պետք է լինեն։ Թե չէ ես ինչ ալս տնայ, մերկասառույց ճանապարհ։ Էսի Նոր Գեղին է, մտնում ենք դեպի Նոր Գեղի, էս էլ Արգելն է, գնում ես դեպի Արգել, էս էլ Արգելն է, լրիվ սառած մի քանի կիլոմետրանոց ճանապարհ։ Սառած է, նայ։ Այս տարի ոչ մի ձեռնակ չի արել, որ այս Գոնե աղու ավազ լցեին։ ինչ ավազ լցնեն։ Ինչ, աղու ավազ, ինչ։ Չկա Հայաստանում տես բան։ Հունվարի 6-ն է, Կոտայքի մարզի Նոր Գեղից դեպի Արգել բնակավայր ենք գնում, մի քանի կիլոմետրանոց ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է, ոչ մի աշխատանք չի կատարվել ձյունը հեռացնելու, ճանապարհը աղու ավազի խառնուրդով մշակելու, ինչի համար էլ կարելի ասել այս ճանապարհը վերածվել է սահադաշտի։ Մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ այս 3 օրվա ընթացքում այստեղ մի քանի հատ ավտովթարներ են տեղի ունեցել սառած ճանապարհի պատճառով, բայց միակ փոփանքը ասում էին նա էր, որ զոհ եւ վիրավորներ չեն եղել։ Հիմա սա, չգիտեմ, Ճանշինին է պատկանում այս ճանապարհը, Կոտայքի մարզպետարանին, թե Նորհաճն խոշորացած համայնքի ղեկավարին, բայց որ բարձի թողի վիճակա ակնհայտ երևում է, լրիվ սառած է ճանապարհը ու մի քանի կիլոմետր ճանապարհ, Նոր Գեղից մինչև Արգել մի բան էլ են կողմ, լրիվ սառած է։ Այն որ ասում է քաղաքը տեր չունի, հիմա Նորհաջնի քաղաքապետի մասն է կարելի ասել։ Քաղաքապետ ես, դուրս չգաս, մի հատ շրջես, այսօր առավոտյան աշտարակն էինք նկարում, լրիվ, անգամ բակային հատվածները քաղաքապետի Թոմաս Շաֆերդյանի շնորհիվ, իր աշխատակազմի շնորհիվ, աշտարակում ճանապարհները նայում էր, ոնց որ գարուն էր, սև ասֆալտը երևում էր, այստեղ մի քանի կիլոմետր այս վիճակն է, այսպես իդեպ Զորամասի ճանապարհն էլ, Նորհաջնի քաղաքապետ, գոնե Զորամասի ճանապարհը մաքրի, թե այդտեղ էլ է հույսը դրել զինվորի վրա, զինվորը սահման պահի, մեր խաղաղությունը ապահովի, թե քու փոխարեն էլի ճանապարհ մաքրի, հենա տրանսպորտն անգամ գալիս, այս մերկասառույց ճանապարհին։ Երկու 53 երթուղին է,
Մարդը սառած ճամփով ուղևորներ է տեղափոխում։ Են էլ կանգառն է տրանսպորտի համար։ Գոնե կանգառի դեմն էլ մաքրեք։ Արգել բնակավայրի ճանապարհ նոր գեղից։ Կար։ Դե ռիփ սառած։ Արա սառած ճամփին sense քշում են։ Sense քշում են այս սառած ճամփին, հա։ Վազանց անում, արա ճամփին, սառած ճամփին վազանց են անում։ Չեվ նոր գեղի գնում ես, էտա սառած ճամփեք։ Գնում եմ նույնիսկ դեպի Բջնի, Կարենիս։ Սովետը գնում է, բայց սովետի ժամանակ սենց սառած ճամփակը թողային այ մարդ։ Մտանք նոր գեղի։ Մի քանի կիլոմետրանոց ճանապարհին մի հատ աղ ու ավազ ճանապարհը մշակված չի։
ավապետարանում։ Իրա քթի տակս չի մաքրում։